DNA թեստի արդյունքները եկան ճիշտ տատիկիս մահվան օրը։ Ես Կարինե Աբրահամյանս 62 տարեկան, պատվիրել էի այն որպես նվեր նրա 90-ամյակին, բայց նա չհասցրեց տեսնել։ Երբ բացեցի ծրարը սպասելով հաստատել մեր հայկական ծագումը, այնտեղ գրված էր 87% ասորական, 13% արաբական։ Ոչ մի տոկոս հայկական։ Ցնցված նստեցի։ Պետք է սխալ լիներ։ Արաքսի տատը եղել էր ամենահայ կինը, որին ես ճանաչել եմ։ Նա խոսում էր կատարյալ հայերեն, գիտեր բոլոր հայկական երգերը, պատրաստում էր լավագույն հայկական կերակուրները։ Նա մեծացրել էր ինձ հայ ավանդույթներով։ Վազեցի նրա սենյակ, որտեղ դեռ ամեն ինչ անձեռնմխելի էր։ Սկսեցի փնտրել, ինչ-որ բան, ինչ-որ բացատրություն։ Գտա նրա ծննդյան վկայականը, Արաքսի Թորոսյան, ծնված 1933, Երան։ Բայց թուղթը նոր էր, չափազանց նոր 1933-ից լինելու համար։ Զանգահարեցի հորեղբորս, Սարգսին, տատիկիս միակ ողջ մնացած որդուն։ Քերի, տատիկը երբ է պատմել է իր մանկության մասին։ Նա լռեց։ Ոչ, Կարինե ջան։ Միշտ ասում էր, անցյալը մեռած է։ Շարունակեցի փնտրել։ Զգեստապահարանի ամենահեռավոր անկյունում գտա մի հին աստվածաշունչ, ասորերեն։ Ներսում գրված էր Մարիամ Իշո, 1932։ Սիրտս արագ զարկեց։ Մարիամ Իշո, ասորական անուն։ 1932, մեկ տարի ավելի վաղ, քան տատիկիս ծննդյան թվականը։ Հաջորդ օրը գնացի արխիվ։ Փնտրեցի Արաքսի Թորոսյանին 1933-ից։ Գտա մահվան վկայական Արաքսի Թորոսյան, մահացել 1944 տիֆով, 11 տարեկան։ Բայց իմ տատիկը ողջ էր մինչ 3։ Վերադարձա տուն ավելի շատ հարցերով։ Նստեցի տատիկիս նկարի առջ։ Ով էիր դու իրականում։ Հանկարծ հիշեցի նրա վերջին խոսքերը, ներեցեք ինձ ստի համար։ Մենք կարծեցինք, որ նա զառանցում է։ Որոշեցի գնալ Մարգարագյուղ, որտեղ տատիկս ասում էր, որ մեծացել է։ Գյուղում գտա ձեր մի կնոջ, 95-ամյա Սաթենիկին։ Երբ ցույց տվեցի տատիկիս նկարը, նա ապշեց։ Մարիամ։ Մարիամը ողջ է։ Սաթենիկը պատմեց ամեն ինչ։ 1944-ին գյուղ էին բերել ասորի որբերի մի խումբ։ Նրանց ծնողները սպանվել էին։ Մարիամը, 12 տարեկան, խոսում էր մի քիչ հայերեն։ Նույն տարում իրական Արաքսի Թորոսյանը մահացել էր, նրա մայրը, խելագարված վշտից, որդեգրել էր Մարիամին, տալով նրան իր մեռած աղջկա անունն ու ինքնությունը։ Մարիամը դարձավ Արաքսի։ Նա սովորեց հայերեն կատարյալ, մոռացավ ասորերեն։ Նա դարձավ ավելի հայ, քան մենցից շատերը, ասաց Սաթենիկը արցունքոտ աչքերով։ Բայց գիտես ինչ էր ամենազարմանալին։ Նա իրոք հավատաց, որ հայ է։ Ոչ թե ձացրեց, այլ իրոք դարձավ։ Սաթենիկը շարունակեց պատմել, թե ինչպես էր Մարիամը սովորում հայկական պարեր, ինչպես էր գիշեր-ցերեկ կարդում հայ գրականություն։ Նա վախենում էր, որ մի օր կբացահայտվի։ Այդ վախը նրան դարձրեց ամենալավ հայուհին։ Նա գիտեր Սասնա ծռերը անգիր, կարող էր բացատրել նարեկացու յուրաքանչյուր տող։ Տուն վերադառնալով գտա տատիկիս օրագիրը, որը նա թաքցրել էր մահճակալի ներքում։ Վերջին գրառումը արված էր մահվանից 1 օր առաջ, վաղը ես կմահանամ։ Զգում եմ։ Պետք է ինչ-որ մեկը իմանա ճշմարտությունը։ Ես Մարիամ Իշոն եմ, ծնված 1932, Ուրմիա։ Իմ ընտանիքը սպանվեց, երբ ես 12 տարեկան էի։ Հայ մի կին փրկեց ինձ, տալով իր մեռած աղջկա անունը։ Ես ապրեցի 78 տարի որպես Արաքսի։ Ես սիրեցի իմ հայ ընտանիքը, ծառայեցի Հայաստանին։ Բայց ամեն գիշեր երազում տեսնում էի իմ իրական մորը, ասորերեն երգելիս։ Օրագրի մյուս էջերը կարդալիս գտա ավելին։ Նա գրել էր իր իրական ընտանիքի մասին, հայրը եղել էր ասորի քահանա, մայրը ուսուցչուհի։ Նրանք սպանվել էին իրենց տան մեջ։ Մարիամը փրկվել էր, թաքնվելով նկուղում 3 օր։ Հայ կինը, Վարդուհին, գտել էր նրան կիսամեռ տարել իր տուն։ Վարդուհի մայրիկը լաց էր լինում ամեն գիշեր իր մեռած աղջկա համար։ Ես լաց էի լինում իմ մեռած մոր համար։ Մենք գրկեցինք միմյանց մեր ցավի մեջ։ Օր-օրի ես դառնում էի նրա աղջիկը, նա, իմ մայրը։
Երբ նա մահացավ 1969, ես թաղեցի նրա հետ նա Մարիամ Իշոին։ Այդ օրից ես լիովին դարձա Արաքսի։ Լաց եղա, ինչպես երբեք։ Ամբողջ կյանք ապրել ուրիշի ինքնությամբ, սիրելով, բայց միշտ վախենալով բացահայտվել։ Հասկացավ, թե ինչու էր նա միշտ խուսափում լուսանկարվելուց, ինչու երբեք չէր գնացել բժշկի, ինչու վախենում էր պաշտոնական փաստաթղթերից։ Գտա նա նամակներ, որոնք նա գրել էր, բայց երբեք չէր ուղարկել։ Դրանք հասցեագրված էին իմ իրական ընտանիքին։ Մի նամակում գրված էր. Ես չեմ մոռացել ձեզ։ Ամեն անգամ, երբ թխում եմ հայկական գաթա, հիշում եմ մայրիկիս ասորական հացը։ Երբ երգում եմ հայկական երգեր, լսում եմ հորս ասորական աղոթքները։ Ես 2 հոգի եմ մի մարմնում։ Զանգահարեցի հորեղբորս, Սարգսին։ Պատմեցի ամեն ինչ։ Նա լռեց երկար։ Գիտես, Կարինե, միգուցե ես միշտ էլ կասկածել եմ։ Մայրս երբեք չէր խոսում իր մանկության մասին։ Երբ հարցնում էինք, միշտ ասում էր, կյանքը սկսվում է այնտեղից, որտեղից հիշում ես։ Հիմա հասկանում եմ։ Որոշեցինք պահել գաղտնիքը ընտանիքում, բայց պատվել 2 ինքնությունները։ Հուղարկավորությանը որոշեցի ասել ճշմարտությունը։ Կանգնեցի ամբիոնին։ Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս 2 կանանց, Արաքսի Թորոսյանին, ով մահացավ 1944-ին, Մարիամ Իշոին, ով ապրեց որպես Արաքսի դարձավ մեր սիրելի մայրը, տատիկը։ Նա ապացուցեց, որ հայ լինելը արյան մեջ չէ, այլ սրտում է։ Եկեղեցում լռություն տիրեց։ Հետո մեկը սկսեց ծափահարել։ Մյուսները միացան։ Մենք պատվեցինք կնոջը, ով այնքան լավ էր դարձել հայ, որ մոռացել էր ասորի լինելը, բայց երբեք չէր մոռացել մարդ լինելը։ Նրա գերեզմանին դրեցինք 2 անուն, Արաքսի Թորոսյան, Մարիամ Իշո։ 2 կյանք, 1 սեր, անհաշիվ զոհաբերություն։